Ուզում եմ նաև ներկայացնել ավանդական բիզնեսի և ցանցային մարքեթինգի բիզնեսի միջև եղած տարբերությունը, թե ինչպես կարող են մարդիկ առանց գումարային ներդրումների իրենց տանը նստած և կարող են ստեղծել այդ մեծ ցանցային բիզնեսը և ունենալ մեծ եկամուտներ և ինչու՞ չէ նաև հասնել պասիվ եկամուտի։ Ներկայացնեմ ցանցային բիզնեսի և ավանդական բիզնեսի միջև եղած տարբերությունը։ Վերցնենք ավանդական բիզնեսի բացելու համար պետք է ունենանք մի քանի միլիոններ, 5-ից 6 միլիոն եւ ավելին։ Օրինակի համար խանութ ենք ուզում բացել։ Խանութում պետք է ապրանք գնենք։ Ապրանքի համար մոտ որտեղից պետք է գնենք։ Այս ապրանքները, որ գալիս են տարբեր երկրներից, տարբեր մեծածախ առևտրի կենտրոններում հավաքվելով, խանութի տերը գնում է այս մեծածախ առևտրի կենտրոնից, վերցնում է ապրանքը եւ բերում է իր խանութ։ Խանութում վարձում է աշխատող։ Աշխատողը աշխատում է խանութում ապրանքը վաճառելու համար։ Եվ խանութի տերը այս աշխատողին տալիս է աշխատավարձ, ֆիքսված աշխատավարձ։ Եվ թեկուզ 5 տարի, 10 տարի այս աշխատողը մենակ աշխատելու է այդ խանութի տիրոջ համար։ Եվ խանութում, որ ապրանքներ են գալիս, արդեն գալիս են վերավաճառված, այսինքն մինչև խանութ է հասնում, ապրանքի եւ գինն է թանկանում, եւ ապրանքի գնին վճարելով մենք գնում ենք ոչ որակյալ ապրանք։ Իսկ հիմա պատմեմ ցանցային մարքեթինգը ինչպես է կատարվում։ Մենք որպեսզի այստեղ չդառնանք աշխատող եւ դառնանք խանութի ղեկավար, մենք այստեղ գրանցում ենք Faberlic ընկերության սայթում եւ մեր անձնական լիշնի կաբինետը ունենալով մենք մտնում ենք մեր խանութ եւ այստեղ մենք միանգամից գնում ենք արտադրողից, այսինքն Faberlic-ից, Faberlic-ն է արտադրում ապրանքներ, որը ամեն ինչ տան համար կա, մեր անձնական սպառման համար մենք օգտվում ենք Faberlic-ից։ Faberlic-ում այստեղ մենք դառնում ենք խանութի տերը։ Մենք այստեղ չենք վաճառում, այստեղ մենք օգտագործում ենք մեր ապրանքը։ Մեր ապրանքը օգտագործելով մենք կարող ենք այս ապրանքի մասին պատմել շատ մարդկանց։ Այս մարդիկ էլ նույնպես ստեղծել իրենց խանութը, դառնալ խանութի ղեկավար եւ օգտվել այդ խանութի ապրանքից։ Ապրանքի նույն Faberlic-ից նույնպես գրանցվում է եւ օգտվում է Faberlic-ից։ Այստեղ ցանցը զարգանալով դու կարող ես առանց գումարային ներդրումների ստեղծել խանութների ցանց եւ դառնալ այստեղ խանութների ղեկավարը, ոչ թե աշխատողը, եւ ամբողջ կյանքում չես մնա որպես աշխատող, այլ կլինես քո խանութի տերը եւ կստեղծես մեծ ապրանքաշրջանառություն եւ ֆիրմայի կողմից կստանաս եւ պասիվ եկամուտ եւ շրջագայություն եւ ստատուսներ գրավելով դու կունենաս արդեն մեծ գումարային նվիրատվություններ։ Այս է տարբերությունը ավանդական բիզնեսի մեջ եւ ցանցային մարքեթինգի բիզնեսի միջև եղած տարբերությունը, որը այս ամբողջը ստեղծում ես առանց գումարային ներդրումների։ Այստեղ միայն դնում ես քո ժամանակը, որ պատմում ես քո ընկերներին ու հարազատներին։ Այսքանը սիրելիներս։